Գավառի պետական համալսարանի հեռանկար ուսուցման ֆակուլտետն արդեն 8 տարվա պատմություն ունի։ 3 տարի կազմակերպվելով առկաուսուցման հետ միացյալ 2003 թվականին հեռանկար ուսուցումն առանձնացվեց, դառնալով առանձին ստորաբաժանում։ Առանձնացվեց, որովհետև ուսանողական և դասախոսական համակազմը ավելացավ, որովհետև վարչական կազմը ավելացնելու խնդիր և պահանջ առաջացավ, որովհետև կարճացել համալսարանը կայացավ, տեղի ունեցան քանակական և որակական փոփոխություններ։ 2007-ից 2008 ուսումնական տարում հեռանկար ուսուցման ֆակուլտետն ավարտեց շրջանավարտների 3-րդ սերունդը։ Հուլիսի 5-ին 128 շրջանավարտներ ստացան իրենց մասնագիտական դիպլոմները։ Ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհավորեց նրանց և անձամբ հանձնեց հեռանկար ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած 10 ուսանողների դիպլոմները։ Հեռանկար ուսուցման շնորհիվ իրենց կարողությունները ու հմտությունները կրկնապատկեցին շատ և շատ մանկաբարձներ, աշխարհագրագետներ։ Շրջանավարտներին շնորհավորեց նաև հեռանկար ուսուցման ֆակուլտետի դեկան Նելի Կուտուզյանը, մնացած 118 ուսանողներին հանձնելով իրենց մասնագիտական դիպլոմները։ Դիպլոմ շնորհելը մեծագույն պատիվ է և դիպլոմ ստանալը կրկնակից պատիվ է և պատասխանատվություն։ Այսօր շնորհով դիպլոմը ոչ միայն վկայությունն է ձեր կրթության մասին, այլ նաև վկայությունն է այն հասցնի, որ դուք հասել եք, դրանք հաջողվել հաղորդանի դպրոցով, ինչի բացի շատ ավելի կարևոր է և ձեզ կյանքում ավելի նշանակվի, քան ստացած մասնագիտական բնագավառում։ Դիպլոմների հանձնման արարողությունն ուղեկցվեց գեղարվեստական միջոցառմամբ, որի ընթացքում ելույթ ունեցան հեռանկար ուսուցման ֆակուլտետում սովորող շնորհալի ուսանողները։ Անահիտ Կարեյան, Վարդգես Խաչատրյան, լուրեր։